Օգոստոսի 27-ին նոր ուսումնական տարվան ընթառաջ տեղի ունեցավ հանրակրթության ոլորտի աշխատակիցների օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա էին Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինե Սայադյանը եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպու arքեպիսկոպոս Ջուլջյանը։ Ողջունելով մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչներին, Արթուր Նալբանդյանը խոսեց ոլորտի մի քանի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում ուսուցման ցածր որակի, դպրոցական խորհուրդների անգործության, դպրոցաշինության եւ այլն։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսության կողմից մարզում իրականացված ստուգումները ցույց տվեցին, որ հանրակրթության ընդհանուր մակարդակը ուսումնասիրված 48 դպրոցներից մեծ մասում ցածր է։ Իսկ մի շարք դպրոցներում ուղղակի անբավարար է։ Եվ գիտեք ինչն է զարմանալի եւ անհանգստացնող։ Համեմատության մեջ քաղաքային դպրոցներում մակարդակը ավելի ցածր է, քան գյուղական համայնքներում։ Մարզի ղեկավարը ընդգծեց դպրոցների գործունեությունը վերահսկող մարմինների, դպրոցների խնայողությամբ կատարվող նորոգման աշխատանքների կարևորությունը։ Ինչ վերաբերում է դպրոցաշինությանը, մարզպետ Նալբանդյանը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում շինարարական աշխատանքներ են տարվել 60 դպրոցներում, ներդրումները կազմել են 1 միլիարդ 566 միլիոն դրամ, 2015-ին այդ թիվը կազմել է 598 միլիոն դրամ։ Վերջում կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանը հանձնարարեց ուսումնասիրել եւ վերլուծել ստուգումների արդյունքները, ներկայացնել առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ։ Մինե Սայադյանն իր հերթին զեկույցում նշեց, որ մարզի 3118 ուսուցիչներից 2396-ը, այն է ընդհանուր թվի 77%-ն ատեստավորում է անցել, 58 հոգի էլ տարակարգ է ստացել։ Սայադյանը խոսեց գյուղական համայնքների դպրոցների մասնագետներով չհամալրվելու խնդրի եւ դրա պատճառների մասին։ Նշեց, որ դպրոցական օլիմպիադաներում հանրապետական փուլի հասել ու մրցանակային տեղեր են զբաղեցրել 37 աշակերտներ մարզի տարբեր համայնքներից, եւս 3 հոգի էլ համալրել է կենգուրու մրցույթի 8 հաղթողների շարքը։ Իդեպ այս երեխաները հյուրընկալվել են նաև մարզի ղեկավարին։ Ինչ վերաբերում է լավագույն ուսուցիչ, դաստիարակ եւ տնօրեն անվանակարգերում հաղթող ճանաչված անձանց, Մինե Սայադյանը մտահոգություն հայտնեց մրցույթի մասնակիցների թվի եւ որակի վերաբերյալ։ Այս տարի լավագույն տնօրեն անվանակարգում ընտրություն չի կայացել։ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը խոսեց նաև Լոռու դպրոց հիմնադրամի գործունեության մասին։ Վերջում արձանագրեց դրական ցուցանիշ ուսումնական ձեռնարկների վարձավճարների հավաքագրման 100% կատարողական ապահովելու գործում։ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը խորհրդակցության անդամներին տեղեկացրեց հանրակրթության որակի բարձրացման ուղղված օրենսդրական բարեփոխումների, այդ թվում 12-ամյա պարտադիր կրթության առաջին դասարանցիների համար հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու, կրթական չափորոշիչների, ծրագրերի ու դասագրքերի փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ։ Ղուկասյանը նշեց, որ ընթացքի մեջ է մեր մարզում ավագ եւ միջին դպրոցների գույքով եւ շարժական համակարգչային տեխնիկայով համալրման, համընդհանուր ներառական կրթության, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական եռաստիճան աջակցության կենտրոնի ներմուծման գործընթացը։ Սպասվում է նաև ուսուցչի օգնականի նոր հաստիքի ավելացում եւ աշակերտների թույլատրելի բացակայությունների շեմի նվազեցում։ 80-ից 120 բացակայություն ունեցող աշակերտներն այսուհետ փոխադրման կամ ավարտելու համար քննություններ կհանձնեն ԳԹԿ-ում։ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը ելույթը եզրափակեց լավ լուրով։ Շուտով մարզում կներդրվի 3 բնագիտական լաբորատորիա, որոնք կսպասարկեն նաև հարակից մարզերին։ 2015-ի օգոստոսյան խորհրդակցության ընթացքում ելույթներով ու առաջարկներով հանդես եկան մարզի մի քանի դպրոցների ուսուցիչներ եւս։ Հանդիպման վերջում պարգևատրման արարողություն տեղի ունեցավ։ Հերմինե Յավրյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Պայմանավորվածության համաձայն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից Լոռու մարզպետարանի դիմաց էին։ Պահանջը նույնն էր դեկտեմբերից մինչ օրս չստացած աշխատավարձերի պարտքերի մարումը։ Հիշեցնենք, որ Քիմպրոմի որոշ աշխատակիցներ մեծ թվով չստացած աշխատավարձեր ունեն, որոնց մի քանիսի շուրջ արդեն 3 տարուց ավելի է դատական գործ է ընթանում։ Ոմանք ամիսներ առաջ աշխատանքից ազատվել են, սակայն վերջնահաշվարկ չի արվել, գումար չեն ստացել։ Գործարանի 230 աշխատակիցների վարձատրության պարտքը կազմում է 366 միլիոն դրամ։ Խնդրեմ եք պրեզիդենտին, պրեզիդենտից, որ պարզաբաներ, ով է քիմիական գործարանի սեփականատերը, որպեսզի մենք կարողանանք իր հետ մեր հարցերը լուծել, անընդհատ չհավաքվենք մարզպետարանի առաջ, այլ անմիջապես այդ մարդիկ իրար հանձնավորության հետ կարողանանք հարցերը կարգավորել։ Գործարանը վաղ չի իրան սպառելա, վաղուց իրան սպառելա, թող մտածեին ինչ ճանապարհով պետք է։ Գիտեք, որ չի աշխատելու, չի վերագործարկվելու, դա բացառվում է, բայց գոնե այսքան մարդիկ որ պահել են զորովա, ճարովա, ոչ մեկը չի խնդրել։
ոչ մեկը չեք գտել, որ մեզ պահել ու մենք աշխատավարձ ունենանք ստանալ։ Այն ժամանակ թող լուծարեին, սնանք ճանաչեին, ինչ-որ ձևով էլ հարցերարկություն։ Ցուցարարներին այս անգամ դիմավորեց փոխմարզպետ Արսեն Դարփինյանը, նա նշեց, որ Քիմ գործարանի աշխատակիցների խնդիրը մարզպետի եւ վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են, սակայն այս օրերին եւ կառավարության եւ մարզի ղեկավարը արձակուրդում են։ Արձակուրդի մեջ էլ անընդհատ զանգերով անընդհատ ճարճարում ձեր հարցերը հասկանում ենք բոլորս ինքներս սեպտեմբերի 1-ը գալի բացիոնած հասկանցաղային ծախսերը դուք ունեք երեխեք հետ խնդիր դպրոցի ուղարկելու։ Ես որ ասում ենք ձեզանից վատ ենք, հենց այդ իմաստով էլի։ Մինչ քիմիագործները կորոշեին հաջորդ հանդիպման տեղն ու ժամանակը եւ հետագա քայլերը, նրանց հետ հանդիպման եկավ մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մարզի ղեկավարը նշեց, որ գործարանի լիազորված անձի հետ բանակցությունները շարունակվում են, երբ հստակ պատասխան լինի, ինքն անձամբ կտեղեկացնի աշխատակիցներին։ Հիմա մարզը մի փոքր առողջական խնդիրներ ունի, բայց Հայաստանում փորձում են նորից ինչ-որ բան փոխել, որովհետև նախորդ աշխատավարձը, որ ամբողջությամբ մարեցի, նորից իրեն միջոցով մարեցինք։ Հիմա ես չգիտեմ սեփականատերը ով է, բայց քանի որ ինքը լիազորված էր իր հետ աշխատել ու աշխատում է իր հետ, ինձ համար մեկ է ով էր տալու, էլի։ Հիմա այս պահի դրությամբ նորից այդ բանակցությունների փուլում է։ Չի բացառվում, որ Հրաչիկի ասած տարբերակը սեփականատերը կամ որևէ մեկ ով լիազորված այս հարցում բանակցություններ վարի, ասի ես պատրաստ եմ այս պահին այդ 366 միլիոն դրամի 100-150 միլիոնը տամ։ Մենք չենք հրաժարվելու բնականաբար։ Մենք ուղղակի պետք է ասենք, լավ է, մնացածը երբեք տալու։ Ոնց որ դուք ինձ հարցնում եք։ Ես էլ իրաց եմ ասելու, լավ է 100-150 միլիոն դրամը տվեցիք, մի ամսվա է, թե 2, թե 3 ամսվա աշխատավարձ։ Այն մնացածը երբեք տալու, որ մենք այդ գումարը վերցնենք, այնպես չի որ պիտի հրաժարվենք, էլի նաև դրանից։ Հիմա որ դուք ասում եք, չէ, մենք բոլորը ուզում ենք, այս սեփականատերը կարող է վիճակի չլինի բոլորը միանգամից։ Մարզպետ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Քիմ գործարանի աշխատակիցները հեռացան Հայքի հրապարակից երկուշաբթի հավաքվելու մտադրությամբ։ Հերմինե Յավարյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Օրերս Գուգարաս թեմի Ծիծեռնակ ճամբարում օրհնությամբ եւ առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Տեր-Սեպո arczepiskopos Շուլջյանի կայացավ թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հոգեվոր երիտասարդական 4-րդ ճամբարը։ Հիշիր քո արարչին քո երիտասարդության օրերին Աստվածաշնչյան падգամը որպես խորագիր կրող արդեն ավանդական հավաքն այս անգամ իր շուրջն էր համախմբել թեմի արդեն 13 երիտասարդաց միությունների ներկայացուցիչներին։ Նախորդ տարի թեմում կար 10 երիտասարդաց միություն, այսօր եկեղեցուն ծառայելու առաքելությունն են լցել նաեւ Մեծ Պարնիի, Դսեղի եւ Մեծավանի նոր ձևավորված երիտասարդաց միությունները։ Հոգևոր զարգացումը համայնքի ամենառաջնային խնդիրներից մեկն է եւ դրանում փաստորեն անհրաժեշտ են համաչափված, ծրագրված գործողություններ, մեկը մյուսին օգտակար լինելու, փոխօգնություն իրագործելու հնարավորություններով դա կարող է իհարկե տեղի ունենալ։ Նրանք հնարավորություն են ունենում մի քանի հոգեվորականների հետ շփվել, իրենց հարցերը տալ, իրենց ծրագրերի մասին քննարկումներ կազմակերպել, բավականին անկեղծ զրույցի բռնվել, որտեղից սկսում են ծնվել նոր գործողությունների պլաններ, նոր ծրագրեր, որոնք մի նոր ուժ են հաղորդում հաջորդ ողջ տարիների համար։ Սրանում զորանում է մեր եկեղեցին, մեր ժողովուրդը։ Երրորդյա ճամբարային օրակարգը հագեցած էր, տեղի ունեցան հանդիպումներ հոգեվորականների եւ թեմակալ առաջնորդի հետ, համատեղ աղոտ քննարկումներ երիտասարդաց միությունների գործունեության առնչությամբ, փորձի փոխանակում միությունների միջև խորհրդատվություններ նորաստեղծ միություններին, քննարկումներ միություններում առկա խնդիրների շուրջ, մինչ համայնքային եւ համաթեմական առաջիկա 1 տարյա ծրագրերի մշակում եւ հաստատում։ Ըստ երիտասարդաց միությունների իրականացված ակտիվ գործունեության, տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց եւ դրամական պարգև հանձնվեց Վարդաբլուրում եւ շրջակա 9 համայնքներում գործունեություն ծավալող Հնեվանք երիտասարդաց միությանը, որ գործում է տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Մերուժան Քահանա Սողյանի հոգևոր պատասխանատվությամբ։ Որպես խրախուսանք դրամական պարգև ստացան նաև Շամլուղի երիտասարդաց միությունը, որ համայնքում եկեղեցու բացակայության պայմաններում անգամ հոգևոր հովիվ Տեր Վիգեն Քահանա Ղազարյանի հետ լայն գործունեություն է ծավալում տարածաշրջանում։ Յուրաքանչյուրը ըստ իր չափի ըստ իր հնարավորության անշուշտ գործունեություն ծավալում է։ Մեկը ուժեղ, մեկը թույլ, մեկը կախված է շատ ժամանակ տարածքային բնույթից, հա։ Օրինակ տեղեր ունենք, որտեղ որ մշտապես հոգևորական չկա, բայց այնտեղ կա երիտասարդաց միություն։
ինչպես կարելի է, օրինակ, ինչպես կարող ենք այդ երիտասարդաց միությունը չգնահատել կամ չասել, որ չի աշխատում, թեպետև այնտեղ մշտական հոգևորական չկա։ Անշուշտ առաջնահերթը այն է, որ հոգևորականի հսկողության տակ լինի եւ այլն իր առաջնորդությամբ լինի, բայց Փառք Աստծո ունենք այնպիսի համայնքներ, ովքեր որտեղ որ չլինելով հանդերձ մշտական, այլ միայն այցելու հոգևորական, այնտեղ էլ ունենք երիտասարդաց միություններ եւ աճում են բավականին լավ արդյունավետ գործունեություն ծավալում են։ Այս 3 օրը տվեց մեծ հոգևոր սնունդ, որը բառացի անբացատրելի է։ Շփվում ենք հոգևորականների հետ, ստանում ենք ավելի մեծ գիտելիքներ, Աստծուն մոտ ենք գտնվում։ Խոսքով կան անբացատրելի բաներ, որ ստանում ենք մեր հոգևոր հովիվներից։ Երիտասարդաց ճամբարականները վերադարձան համայնքներ, առաջիկայում իբարեզ եկեղեցու եւ իրենց համայնքների առավել ակտիվ գործունեություն ծավալելու նպատակով։ Դիվան Գուգարասթեմ